Մեն կղզու առասպելներից։ Ինչու մեն կղզու կատուն պոչ չունի։ Տեղատարապ անձրև էր, հսկա ամպեր էին կուտակվում, գետերը հունից դուրս էին եկել, դաշտերն ասես լճեր լինեին։ Նոյը կանչեց իր որդիներին՝ Սեմին, Քամին, Հաբեթին, և հանձնարարեց հավաքել կենդանիներին ու զգուշորեն տապան բերել։ Սկզբում եկան խոշոր կենդանիները, ընձուղտները, առյուծներն ու փղերը, հետո եկան կովերը, ոչխարներն ու խոզերը, այնուհետև եկան աղվեսներն ու նապաստակները, նրանցից հետո եկան թռչունները, մորեխներն ու մրջյունները, որոնք շատ էին վախենում փղերի ոտքերից, վերջում եկան շները և միայն մեկ մեծ շիկակարմիր արու կատու։ Էգ կատուն, որը շերտավոր մորթի ուներ, չէր եկել, նա որոշել էր մնալ ու մի վերջին անգամ մուկ որսալ, քանի որ գիտեր, որ տապանում չէր կարողանալու իր ուղեկից մկներին ուտել։ Նոյի կինը կրկին ու կրկին ձայն տվեց, բայց էգ կատուն չարձագանքեց։ Կատուները միշտ հակառակն են անում, և նա էլ բացառություն չէր։ Նոյը կնոջն ասաց, որ ինքը շուտով ստիպված է լինելու փակել տապանի դուռը, քանի որ ջուրն արդեն բարձրանում է։ Ինչպիսի իրարանցում էր տեղի ունենում տապանում։ Կենդանիները իրենց տեղերն էին զբաղեցնում տարբեր խցիկներում, ամենուր ձայներ էին՝ մռնչոց ու ոռնոց, բառաչ ու մայուն, ծվծվոց ու փնչոց, իրար տրորող թաթեր ու սմբակներ, տոտիկներ ու լողակներ, գզգզված մորթիներ ու փետուրներ, իրար հարվածող եղջյուրներ ու երկար պոչեր։ Բայց շուտով յուրաքանչյուրն իր տեղում էր, չկար միայն էգ կատուն։ Նոյն այլևս չէր կարող սպասել, նա սկսեց բարձրացնել տապանի վիթխարի դուռը և արդեն քիչ էր մնում, որ այն փակվեր, երբ հանկարծ վերջին վայրկյանին հայտնվեց էգ կատուն։ Նա մինչև ոսկորները թրջվել էր, բայց գոհունակությամբ լպստում էր դունչը։ Կատվին հաջողվեց վերջին պահին մի կերպ ներս սողոսկել, սակայն նրա մեծ փափուկ պոչը մնաց հսկա դռան արանքում։ Կատուն հետ նայեց ու ինչ տեսավ։ Նրա շքեղ պոչը ամբողջությամբ կտրվել էր, և մինչ կատուն վայնասուն կբարձրացներ, Նոյը նրան ասաց, որ նա ինքն է մեղավոր և պետք է իր պոչին սպասի այնքան, մինչև ջրհեղեղը ավարտվի ու իրենք կրկին վերադառնան ցամաք։ 40 օր ու գիշեր անցավ, և ջրհեղեղը ավարտվեց։ Նոյը բացեց տապանի դուռը։ Առաջինը կատուն դուրս եկավ տապանից և ամոթահար վազեց այնքան, մինչև հասավ մեն կղզին, որտեղ ոչ ոք չէր կարող նրան տեսնել։ Այդ օրվանից մեն կղզու կատուները պոչ չունեն, թեև այսօր նրանք հպարտանում են իրենց առանձնահատկությամբ։ Այսքանը, կհանդիպենք հաջորդ անգամ, իսկ դուք բաժանորդագրվեք։